ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, բայց ես համաձայն չեմ հիմա նույնիսկ այդ ձևակերպ։ Ես ասում եմ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Մենք ինչ որ տեղի է ունեցել, մենք ձեռք ենք բերել, մենք բան չենք կորցրել։ Մենք կորսված եւ կորսման ճանապարհին գտնվող Հայաստանը մերը չէր, այսօր մերն է։ Հայաստանը այսօր անկախ ինքնիշխան պետություն է, ու դրանով մենք պետք է հպարտանանք եւ ուրախանանք։ Մենք պետք է հասկանանք Ղարաբաղի շարժումը ինչ է։ Մենք պետք է հասկանանք անկախության հռչակագիրը ինչ է։ Մենք պետք է մեր բոլոր խնդիրներին առերեսվենք։ Ես ասում եմ, այո, պարզ ասում եմ, եւ երկար մտածելուց հետո եմ ասում, փաստար համոզված լինելուց հետո եմ ասում եմ, այո, մեր անկախության հռչակագիրը, որի վերնագիրը մենք դրել ենք անկախության հռչակագիր, դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է։ Որովհետև եթե դու հռչակագիր ես ընդունում, որով քո բոլոր հարևաններին մարտահրավեր ես նետում, մի րոպե կներեք, ում հաշվին, չէ, զոհերի հաշվին չէ, այդ նշանակում է ինչ-որ մեկի վրա հույս ես դնում, ինչ-որ մեկի վրա որ հույս ես դնում, այդ դրսի 1-2-3 ուժերի վրա հույս ես դնում, քեզ գցում ես նրանց չանգյալի վրա կներես հիմա 2024-25 թվականին ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունը չանգյալից դուրս է եկել էսա եւ մենք սա պետքա գնահատենք